հերվեց մեծ ցավով հետևում ենք հայրենիքում տեղի ունեցած անցուդարձերին եւ մենք ողջ ծեր հետ ենք եւ չափազանց նեղանում ենք, որ վարչապետ Փաշինյանը ամեն ինչ որ ասկային է, հայկական է, գործանում է եւ սկսելով Արարատներից, Սահմանադրություն, Արցախ, Հայաստանի սահմանի հողադարձ եւ այլն, այսպես շարունակելով, այսինքն մենք գործում ենք մեր հայրենիքը եւ ամենավերջին հայկարը, որ հիմա տեղի է ունենում այս օրերին Փաշինյանը դեմ Հայաստանի Հանրապետական եկեղեցի, ուրեմն ես ուզում եմ այս մեկ նյութը անդրել, որ շատ շտապացվեմ զանազան նյութերով։ Ուրեմն տեսնում եմ, որ ամիսների վեր երկուստեք վեճեր են ունենում, Փաշինյանը ինչ-որ քայլեր անում, հայտարարություններ անում, թեկուզ որոշ չափով լկտի բարաբաշարով եւ ժամանակ առ ժամանակ Էջմիածինը հայտարարություններ է անում ի պատասխան, բայց այս վեճերը մեզ դեռ չեն հասցնելու Փաշինյանը թիմում է ամեն տեսակ միջոցների իրավական եւ ոչ իրավական խախտումներով սահմանության օրենքներին, ինչ որ ես հիմա պիտի ներկայացնեմ մի քանի րոպեի մեջ առանց խախտումների իրավական քայլեր են, որ Հայաստանի եկեղեցին կարող է առնել սկսելով Երուսաղեմի արաբոդիյանից։ Ուրեմն առանց վիճելու Էջմիածինը պետք է ամենաշատս թիմը Երևանի առաջին ադյանի թադարան եւ ով ներկայացնե, որ վարչապետը խախտում է Հայաստանի սահմանությունը եւ այն թադարանները, որ ինքնաբաց վճիռ են արձակում Փաշինյանի, իրենք էլ խախտում են սահմանությունը եւ որ մի առաջնորդ, որ անդրել էր Վաշնոնից թադավոր որոշումով վերադառնա, այդպես իրավասություն չունի։ Ուրեմն անշուշտ այդ առաջին ադյանի թադարանում, անի որ թադավորը ֆրանկների ենթակա է, մի որոշում առնի ընդեմ եկեղեցու եւ եկեղեցին հաջորդ քայլի գտնում է, որ պետք է վերաքննիչ ադյանի թիմ է եւ այդտեղ էլ թադավորը ռանկի դագ է գործունելու է եկեղեցին այդ թադնել, բայց այս երկու թադերը գործունելը ոչ մի պրոբլեմ չէ, որտեղ նպատակը երկու թադարանները չեն, այլ նպատակը այն է, որ եվրոպական մարդկային իրավունք թադարան եւ Հայաստանը անդամ է դեր է պարտավոր է ենթարկվելու այդ թադարանի որոշումներին եւ այդ թադարանը նույնպես նախապայման բանջում է, որ ուղղակի չտեմեն թադարան տարբեր երկրներից, այլ նախտիմեն իրենց վերական թադարաններին եւ վերակնիչ թադարան եւ երկու դեր որ մերժվի, որ իսպարակային մերժվելու են, հետո իրենք իրավունք ունեն դելու թիմերու Եվրոպայի մարդկային իրավունք թադարան։ Մի հարց կա, որ եվրոպական մարդկային իրավունք թադարանը բավական երկար ժամանակ է ապահովում մինչև որոշումի հանքի, որտեղ իրենք հայրավոր էպսուսի հայցեր ունեն Եվրոպայի բոլոր երկրներին, մանավանդ Թուրքիան եւ Ադրբեջանն։ Ուրեմն Եվրոպական թադարանը մի հատուկ սիստեմ ունի, որ որոշ բարականներում որ թիմում են թադարան, որպեսզի տարիներ չդեվի որոշումը, իրենք խնդրում են, որ թադարանը այս հարցին զբաղվի շտաբ ցեղով։ Ուրեմն շտաբ հարցին ընթացք տալու պետք է որ Էջմիածնի իրավապանը պետք է որպես շտաբ հարց ներկայացնի եւ անգամ որ Եվրոպական թադարանը զբաղվի այս հարցով շատ ինձ համար շատ բարձ է, որտեղ 30 տարի է հետևում եմ Եվրոպական թադարանի բոլոր որոշումներին, հազարավոր որոշումներին եւ գիտեմ թե իրենք ոնց են մոդելում հարցերին եւ ուրեմն Եվրոպական թադարանը շատ արագ պետք է գոմորոշվի հետեւյալ երկու գեդերի հիման վրա մեկ այն է որ Հայաստանի Հանրապետության սահմանությունը եւ առավել Հայաստանի կառավարությունը խախտում է
եվրոպական մարդկային իրավունց թադարանի սկզբունքները միջամտելով եկեղեցու ներքին հարցերին։ Ուրեմն երբ որ թադարանը այս հարցով զբաղվի որոշում դա ամենջապես գրանքեմ որ վարշավետը իդ վերցնի իր բոլոր հրանքները որոշումները եկեղեցու հարցերին միջամուխ լինելու եւ այդպեսով այս հարցը կփակվի ավելի օրինավոր վաճառացվող քան թե վեճերով երկրորդ կապար որս ունեմ այս մարդեմ վերջին օրերին որ մի քանի գազանվեց եպիսկոպոսների Փաշինյանը որոշեց որ արգելեն որ երկրից չբացակայեն այսինքն նպատակային էր որ Ավստրիա չգնան եւ եպիսկոպոսած ժողովին չմասնակցեն ուրեմն այդ վեց եպիսկոպոսների մեջ արձեմ երկուս առնվազն եթե ոչ երեքը ամերիկյան քաղաքացիներ են ուրեմն Հայաստանի կառավարությունը իրավունք չունի արգելելու ամերիկյան քաղաքացին որ երկրից դուրս գա եւ վերադառնա իր երկիրը կամ ովի այլ երկիր եւ այդ երեք առաջնորդները եպիսկոպոսները պետք է ամենջապես թիմին ամերիկյան տեսփանադուն եւ արիդեալություն ասեմ որ Ամերիկայի պետքարտուղարությունը բոլոր տեսփաններին աշխարհով մեկ հրանք տված է որ այդ երկրները որտեղ իրենք ծառայում են եթե ովի ամերիկյան քաղաքացի թադական կամ իրավական հարցեր ունի տեսփանը ամերիկյան տեսփանը բardavor է զբաղվելու եւ պաշտպանելու այդ ամերիկյան քաղաքացիի իրավունքներին չի կարելի է անդեսել որտեղ պետք է հրանք է Վաշինգտոնից եւ ուրեմն տեսփանը պետք է հանդիպի այդ ամբաստանյալի հետ եթե թադնի թադարան ներկայանա եթե բանդարգեն ներկայանա եթե իրավապան պետք է իրավապան դրամատրե ուրեմն ամերիկյան կառավարության ներկայացուցիչ տեսփանը բardavor է ամեն ինչ անելու որպեսզի նաև տեսփանը մոռացածելու որ պետք է փոխ ներկայացնի Հայաստանի կառավարության որ իր ամերիկյան քաղաքացիների իրավունքները խախտում է զսպում է ուրեմն այսօր երկրորդ բայկար է օրինական ծևով Փաշինյանի իր առարկների դեմ ուրեմն այս բոլորի նպատակը որ Փաշինյանը անշուշտ բոլորը իմանում եք որ ինքը փորձում է որ այդ Ավստրիայի եպիսկոպոսած ժողովը խանգարի եւ շտոնի որ այդտեղ հավաքվեն բավարար եպիսկոպոսներ որպեսզի կորում լինի եւ նորմալ ժողով անեն Այդ է բաժարը, որ 4 արդեն բանտն են, 6-ը արդեն արգելված է դուրս գալ երկրից, որովհետեւ այս հարցերը լուծեն, որովհետեւ այս ժողովը սկզբում պետք է լիներ դեկտեմբերին, բայց մտահոգվելու որ պետությունը կարող է միջամտել այս ժողովի ընթացքին արգելելով որ առաջնորդները եպիսկոպոսները դրսից Հայաստան այդքան ժողովի մասնակցելու, ուրեմն Այս բոլորի լուծումը շատ բարձր է, ոչ պետք է Էշմիածյան այդ ժողովը, ոչ էլ Ավստրիա գնալ, շատ բարձր զումով ամեն մարդ կմիանա, անոնք որ նույնիսկ արգելված է որ Հայաստանից դուրս կան այդ 6 եպիսկոպոսները, եթե ուրիշներ ևս լինեն, նույնիսկ կարելի է հաջորդ օրերին վեհապարին ճամփորդությունը արգելեն, բայց վեհապարը եւ 6 եպիսկոպոսները եւ մյուս բոլոր առաջնորդները եպիսկոպոսները Հայաստանից եւ Սփյուռքից կարող են զոմով միանալ առանց ճամփորդելու ոչ միտեղ, նաեւ այս արիտը օգտակար է որ անփոր տարեց եպիսկոպոսներեն եւ կամ հիվանդ են եւ չեն կարող ճամփորդել իրենց տանը նստելով զոմով կարող են մասնակցել Ուրեմն էսի օգտակար կլինի, որպեսզի կորում լինի, մեծամասնությունը ժողովի մասնակից լինի եւ իսկ եթե բադահի որ կորում չլինի, այսինքն առնվազն 51%, եթե 51% սկզբունքը փոխի եւ ասել որ ոչ թե բոլոր եպիսկոպոսների ներկա կամ բացակայ բոլորին 51% պետք է ներկա լինի, այլ ասել որ
այդ եպիսկոպոսները, որ ներկա են ժողովին, ներկա եպիսկոպոսների մեծամասնությունը պետք է որ այո կվերգի ովը որոշում։ Այսպեսով մենք հաղորդարցենք Փաշինյանի ծրագրին, որ խոչընդոտ է, որ կորում չլինի, ժողով չլինի, ճամփորդեն, արգելեն։ Իսկ վերջին գետնալ հետևյալն է, որ ստաչեմ Հայաստանում հայերենով ինչպես գասեք իսպանեն, անգլերենով proxy vote գասեն, այսինքն կվեներ, որոնք պստահված անձնավորություններու կվեներ են և անոնք որ չեն կարող մասնակցել ժողովին, անոնք որ անդում են օրինակի համար, անոնք որ արգելված է ելքը, անոնք որ դարեց են, ուրեմն իրենց կվեն նախորդ կհանձնեն, որ իրենք համաձայն են եպիսկոպոսի ժողովի որոշումներին, և ուրեմն իրենց կվեները կհաշվվի, այդ էլ օգտակար կլինի, որ կորումի հարց չծագի և կարող է որ հաջորդ օրերին Փաշինյանը նաև այլ եպիսկոպոսներ խոչընդոտ է, որ ճամփորդեն, որպեսզի այդ բոլոր խաղերը իզուր լինեն, պետք է որ թե զումով անել և թե այդ վստահված անձի կվեներով և նաև ներկաների մեծամասնությամբ։ Ուրեմն այսպես է, որ պետք է մենք պայքարենք և ոչ թե անընդհատ բիջել, որտեղ բեջը մեզ դեռ չի հասցնելու։ Ուզում եմ այստեղ կանգնել, շնորհակալ եմ, որ ինձ առիթ տվեցիք, որ իմ գաղափարները կիսեմ ձեր հետ։ Մենք ենք շնորհակալ պարոն Սասունյան, բայց ես նաև կուզենայի ձեզ մի այսպիսի հարց տալ եւ ինչ դիտարկում ու խորհուրդ ունեք։ Գիտեք, որ երկուշաբթի, այսինքն ամսի 9-ին ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը ժամանում է Հայաստան, նա լինելու է կառավարությունում եւ ես շատ կուզենայի, որ դուք ձեր դիտարկումը հայտնեիք ամբողջ երևի թե հայության ու նաև հայության այդ մտահոգությունը, որ Բաքվում գտնվում են մեր գերիները, այդ տաժանելի իրավիճակում հնչել են արդեն առաջին դատավճիռները ՑՄԱՀ-ի եւ երկարաժամկետ բանտարկության, ինչ է կարծում Միացյալ Նահանգները ինչ դերակատարում կարող է ունենալ, որպեսզի մենք մեր պատանդներին վերադարձնենք Հայաստան, ներառելով նաև Սփյուռքյան համայնքների այսպես ազդեցիկ ձայնը եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր Միացյալ Նահանգներում քրիստոնեական արժեքներին համենայն դեպս մեծ տեղ են հատկացնում, խոսում են համաքրիստոնեական այսպես միասնության եւ այդ արժեքների ամրակայման մասին։ Կարծում եմ ձեր տեսակետը եւ ներսից շատ կարեւոր կլինի, այսինքն ինչ քայլեր կարող ենք անել եւ ինչքանով իսկապես Նահանգները կարող է այդ առաքելությունը ստանձնել եւ օժանդակել մեզ։ Լսում ենք ձեզ։ Շնորհակալ եմ, շատ կարևոր հարց է։ Սկսեմ ամենը գլխավոր հարցից։ Ամենագլխավորն է, որ Վարշավետ Փաշինյանը ոչ միայն օգտակար չի լինում, որ բանտարկությունները Բաքվի բանդից դուրս գան, այլ հակառակը ամեն ինչ անում է, որ այդ քերիները մնան բանդում երկար տարիներ, որ ինքը վախենում, որ այդ քերիները շատ Պարսասիջան պաշտոնյաներ են, եթե վերադառնան Երևան, կխանգարվի իր ունիսի վերընտրությունը։ Ուրեմն չեն կարող մենք վստահել Փաշինյանի վրա, որ քերիների ինվաստորը քայլ առնի շագարակը խոչընդոտում է։ Ինչ վերաբերում է փոխնախագահ Վանսի այցելության, ուրեմն շաբաթ ես բավական օրեր աշխատեցի, որ փորձեմ որոշ պատկաններ հղեմ այն մարդուց միջոցով, որոնք աստեցիկ են եւ սպիտակ տանել գաբեր ունեն, ուրեմն մի քանի այստեղ նպատակներ կային, մեկը այն է, որ որոշները անշուշտ երևակայական են եւ իրադես չեն, բայց մենք պետք է այդ հարցումները հարցնենք եւ նայենք թե որ մեկը իրեն կարող են կատարել, օրինակ Վանսը եւ Պորնակա եւ Բաքու գտնվի, արդյոք ինքը կարող է խնդրել Ալիևից, որ գնա եւ բանդում այցել է մեր հայկերիներին, այդ մեկ, երկրորդ փոխ ներկայացնել, որ հայկական քրիստոնյա այդ մոնումենտները գործանում են, այդ պետք է որ պահպանվեն, եւ երրորդը, երբ որ Հայաստան կա Վանսը,
համավան փորձի հանդիպել վեապարի հետ գնալով կամ էջմիածին կամ վեապարի հետ մոտկալով իվոնոց որտև էդի որ եթե դեղի ունենա շատ մեծ հարված կլինի Փաշինյանի կառավարության, որտեղ Փաշինյանը չի ընդունում, որ Կարեկին վեապարը ամենահսկողոսն է, այլ իրեն աշխարհական անունով կոչում է եւ ասում որ ինքը իրավունք ունի ոչ մի որոշում առնելու եւ զգուշների կարգալուց անելու, պաշտոնից անելու, եթե Ամերիկայի փոխնահանգը հանդիպի վեապարի հետ, այդ հանդիպումը մեծ արձագանք կստանա ոչ միայն հայժողովրդից եւ աշխարհից, այլ մանավանդ մեր իշխանություններից։ Միայն թե ուզում եմ ձեզ տեղեկացնել մի շատ ցավալի մի հարց, որտեղ երբ որ փոխնահանգային մենք խնդրում ենք, որ վեապարի այցել է, բանասպանը լինում է, որ Հայաստանի կառավարությունը չի ուզում, որ ինքը վեապարի հետ հանդիպում ունենա, ինչ որ adică շատ վիրավորական, ամեն հայ համար վիրավորական կեցվածք է, բայց ինչպես գիտենք, իշխանությունները ամեն քայլերի թիմում են, օրինավոր, ապօրինի, բարոյական, անբարոյական, եւ անդադար խոսում, որ իրենք փորձում են եկեղեցին բարելավել, ինչ հակառակն է, իրենք ուզում են եկեղեցին ավելի խորը հարցերի մեջ մտնել եւ ոչ թե բարելավել։ Այդ